նախագահ։ Հայաստանի սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը պետք է հավատալ։ Կարծում որ չարաշահում եք այս դատականիստի արկայությունը եւ հենց Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաև ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Ու այնպես ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։ Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանը Վեհարանի վրա այս հարձակումով ցույց տվեց, որ ինքը կարմիր գծեր ըստ էության չունի, մտնելով անկողին, չգիտեմ, նոր եք համոզվել, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես հարցն է, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիքի դեմ պայքարել, գործուն ինչ գործիքակազմ կա, երբ որ գիտես, որ դիմացի։ Մենք առաջադրել ենք գործիքակազմ։ Մենք առաջադրել ենք։ Դասական գործիքակազմեր են ըստ էության։ Բացական։ Գործ ունենք արտակարգ իրար։ Ինչ որ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետև սովորական երևույթ չի, էլի։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Հուշեք, եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք Ինչ դժվար է հուշել, որ դուք էլ իշնեք այդ այսինքն քաղաքական իր հետ իր լեզվով։ Ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց Իվիճակի չեմ իր լեզվով խոսել։ Իր բառնաթերքով։ Իվիճակի չեմ։ Վերջինս էր կապված արտահայտել ձեր վերաբերմունքը, դուք պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող եւ հունից դուրս եք եկել, որ դա ձեզ կարող եք այդպեսի բառնաթերք ցույց տալ։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին, եթե այն ամենի միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, կմասնակցել է ընտրություններին։ Տեսնենք։ Դա որոշում չկա։ Ոչ։ Պարոն նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուտ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, հետո եկել հանրության ապահովում։ Կներեք, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Դա ինչ հարցավոր տալիս եք։ Դե այդ են ասում ձեր մասին։ Ո՞վ ասում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները գնացեք իրան հարցրեք, թող մի հատ փաստ բերի։